Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ 21-րդ դար 2026 թվական այսօր շատ կարևոր է այն արտահայտությունը, երբ պետք է լինենք առողջ։ Ամեն ինչը հաշվի առնելով, այո, սա կարծում եմ որպես մաղթանք նույնիսկ միշտ էլ առաջին հորիզոնականում է լինում, եւ այս առումով արդեն պետական մասշտաբով նայենք, մենք ունենք շատ կարևոր մի նախաձեռնություն, որի շուրջ ծավալելու ենք մեր հարցազրույցը հյուրի հետ, ով արդեն տաղավարում է 2026 թվականից հունվարից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այո, եւ այսօրվա մեր հյուրն է Անուշ Ղարիբյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի վարիչ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ եկեք մի անգամից զրուցենք առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է եւ այս փուլում ներառվելու են համակարգում երկու տեսակ քաղաքացին, երկու խումբ է լինելու, քաղաքացիները ներառվելու, չէ՞։ Մանրամասնեք ինչ խմբեր են եւ ինչ տեսակներ պետք է ներառվեն։ Շատ բարի, ես կասեմ 3 խումբ այդ դեպքում, որովհետև ընդգրկված են 0-ից 18 տարեկանները, 65+ տարիքի անձինք եւ ովքեր ունեն 201,000 եւ ավել աշխատավարձ։ Այսինքն 3 խումբ անձինք, ովքեր ի ուրախություն մեզ, այո, կարող են օգտվել ներդրված այդ ապահովագրության շրջանակներում տարբեր բժշկական օգնությունից, ծառայություններից, բուժման, հետազոտման տարբեր ծառայություններից, այստեղ ամենակարևորը պետք է նշել, որ պետք է այդ ամեն ինչը սկսվի առաջնային ուղղակից, այսինքն քաղաքացիները պետք է դիմեն պոլիկլինիկաներ, որտեղ իրենց ամբուլատորիաներ, որտեղ թերապևտներն են եւ ընտանեկան բժիշկները, եւ երբ որ բժիշկը կգտնի, որ ցուցումը կա ուղղորդելու եւ դա պոլիկլինիկայի շրջանակներում տվյալ անհրաժեշտ ծառայությունը հնարավոր չի իրականացնել, ապա բժշկի ուղղորդմամբ ուղեգրմամբ իրենք կարող են, այո, իհարկե հայտնվել համապատասխան բժշկական կենտրոնում իրենց ցանկությամբ կամ բժշկի մոտ եւ ստանալ համապատասխան բուժօգնություն։ Այսինքն ապահովագրվելուց հետո քաղաքացիների առաջին քայլը պիտի լինի խնդրի դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ այնտեղից արդեն լինում են ուղղորդումները, սա հստակեցնենք։ Այո, եթե կա խնդիր, առաջինը պետք է դիմել իրենց թերապևտին, ընտանեկան բժշկին, մանկաբույժին եւ բժշկի ուղղորդմամբ կարող է շարունակվել process-ը։ Առաջին քայլը դա է։ Եվ ամենակարևորը, հիմա բոլորին իհարկե կհետաքրքրի, թե ինչպես են արվելու ապահովագրական փոխանցումները, սա ավտոմատ է, թե այլ, այսպես ընդհանցակարգային նաև հավելյալ կարգեր են լինելու, մի փոքր ձևաչափի մասին, հա, փոխանցումների հետ կապված։ Իրականում փոխանցումները, այո, հիմնադրամի կողմից փոխանցումը կատարվում է ավտոմատ ձևով բուժհաստատություններին, իրականում դա այդպես է, ովքեր որ վճարունակ հիվանդներ են, այսինքն պացիենտները, որոնք 201,000 եւ ավել աշխատավարձ են ստանում, այդ կոնտինգենտը, այդ խումբ հիվանդները իրենց վճարումները ամսական ձևով կատարվում է ապահովագրությանը, այնտեղ 10,800 դրամի կարգի է, որից պետությունը սուբսիդավորում է մեծ մասը եւ դա ամսական կարգով վճարումը կատարում է այո քաղաքացին, իսկ հիմնադրամը արդեն ավտոմատ բուժհաստատություններին փոխանցում է տվյալ գումարը։ Շատ լավ է։ Իսկ ինչ ծառայություններ են ներառված այժմ ապահովագրական փաթեթում եւ ոչ միայն բուժման, այլ կանխարգելման ուղղված։ Ես կարող եմ այստեղ շեշտը հենց դնել առաջին հերթին ճիշտ հուշեցի կանխարգելման հետ կապված, որովհետև եղել է այլի պետպատվերի ծրագիրը, որ քաղաքացիները ճիշտ է որոշ սահմանափակ ձևով, բայց օգտվել են, ովքեր ունեցել են այդ հնարավորությունները, հիմա ապահովագրությունը շեշտը դրել է այս ուրեմն խմբում ընդգրկված են հիմնականում այն հիվանդությունները, որոնց հետագա, այսպես ասեմ, ցավոք սրտի չբուժման դեպքում կարող էր բերել մեծ հաշմանդամության, հիվանդացության եւ մահացության, հիմնականում այդպիսի խմբեր են ընդգրկվել այդ առողջապահության ապահովագրության շրջանակներում բուժման է ծրագրում, սիրտանոթային հիվանդությունները, օնկոլոգիական հիվանդությունները, շնչառական հիվանդությունները, այնտեղ շաքարային դիաբետը եւ այդ թվում ես ինքս ակնաբուժ եմ եւ շատ ուրախ եմ, որ ընդգրկված է նաեւ օրինակ
ակնաբուժական մի շարք խնդիրներ, այդ թվում կատարակտը, որը տեսողության վատացման կամ մկուրության համար առաջի պատճառն է համարվում։ Եվ որի մասին դեռ այսօր կասենք անպայման, եւ շատ կարեւորում եմ այն փաստը, որ մինչ այս ավելի շատ այսպես ուղղվածությունը եղել է, որ կատարվի բուժական process, արդեն հիվանդ մարդկանց բուժումները, իսկ հիմա ապահովագրության շրջանակներում, եթե մարդիկ մի քիչ մենք բոլորս մեր մտածելակերպը փոխենք եւ փորձենք ավելի շատ այդ սկրինինգային ծրագրերով, փորձենք հիվանդությունները շատ վաղ փուլում հայտնաբերել կամ անել համապատասխան այդ հետազոտությունները սկրինինգային ծրագրերից այդ կրծքագեղձի քաղցկեղինը, այնտեղ պապիլոմավիրուսի հետ կապված կոլորեկտալ քաղցկեղ, ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում ակնաբուժական գլաուկոմայի, այսպես ասեմ, ճնշման հետ կապված այն բաները, որոնց վաղ հայտնաբերումը շատ կարևոր կլինի եւ ինչու՞ չէ, թող Աստված դա չհայտնաբերվի, բայց պրոֆիլակտիկ անցնեն բոլոր հետազոտությունները, արդյունքում շատ ավելի այդ գումարը ճիշտ ներդրում կլինի, հետազոտությունների վրա կծախսվի, քան թե մարդիկ ցավոք սրտի հիվանդանան եւ հետևանքները արդեն գիտենք հիվանդությունների այդտեղ։ Եվ մինչ կանցնենք ակտաբուժական ծառայություններին, թե ինչ եք դուք առաջարկում եւ ինչ է սպասում քաղաքացիներին, ի վերջո ամփոփենք նաեւ այս ընդհանուր շատ մեծ թեման։ Մենք հասկացանք, որ 3 խմբի քաղաքացիների հետ գործ ունենք, հասկացանք, թե քաղաքացին կարևոր եւ առաջին քայլը դեպի ուր պետք է գնա եւ ինչպես պետք է սկսի այս ձևաչափի մեջ եւ երրորդը ամեն դեպքում ինչ պետք է ընդհանուր առմամբ իմանանք առողջապահական ապահովագրության մասին, մի քանի կարևոր կետ, որից պիտի սկսենք։ Շատ լավ։ Եվ սա գուցե վերաբերի նաև բոլոր քաղաքացիներին, անկախ դրանից ունենք պետական կարգավիճակ որպես աշխատակից, թե քաղաքացի ենք Հայաստանի Հանրապետության եւ չենք աշխատում գուցե, սա կարծում եմ շատ կարևոր մանրամասն է նաև։ Ես եթե որպես քաղաքացի խոսեմ, սա իրոք սա ոչ թե ինչ որ գումարի ծախս, այլ ներդրում ենք անում մեր առողջության համար եւ ապահովագրության այս ծրագիրն էլ ես այդպես եմ պատկերացնում, որ հենց ուղղված է այդ խնդրին, որ նախորոք վաղ հիվանդը տարիքային սկրինինգների ժամանակ ցանկացած փոքրիկ գանգատի դեպքում իմանա, որ ունի այդ հնարավորությունը, որ կարող է դիմել առաջնային օղակին, իր գանգատները ներկայացնել, իր խնդիրները ասել եւ արդեն կա այդ հնարավորությունը, որ կարող է ուղղորդվել համապատասխան մասնագիտական կենտրոն եւ կան համապատասխան ծառայությունները, որը ամբողջությամբ ծածկվում է այդ պետության աջակցությամբ, այդ ֆինանսավորմամբ եւ միշտ որ գնացել ենք որպես բժիշկներ, ասենք վերապատրաստումների արտասահմանում բան, միշտ տեսել ենք այդ դրսում ապահովագրությունը, որ տարեց անձինք, հա, հիմա մեր մայրիկներ, հայրիկները, տատիկ, պապիկների տարիքի մարդիկ ապահովագրված են եւ կարողանում են ճիշտ ժամանակին օգտվել այդ ծառայություններից։ Հիմա իմ համար կարևորում եմ ես այստեղ այն, որ մարդիկ ուղղակի փորձեն օգտվել այդ հնարավորություններից, ովքեր ունեն խնդիրներ տարիներով, այսպես ու ցավոք սրտի չեն կարողացել սոցիալական պայմաններից ելնելով դիմեն, քանի որ սա բարեփոխված մի ծրագիր է, սա մի այսպես առաջընթաց է, որը որի նպատակը սկսել եւ մեր տարիքի մարդկանց դեպքում ուղակի անցնել այդ սկրինինգային ճիշտ հետազոտությունները, որպեսզի վաղը մյուս օրը հերթը չհասնի բուժումներին։ Ճիշտ օգտագործել մարդիկ հնարավորությունները, սա կարող էի ասել։ Դե եկեք խոսենք այն թեմայից, ինչի համար ավակվել ենք։ Այո, այստեղ մենք ունենք հրաշալի նորություն կապված ակնաբուժական թեմաների հետ եւ կատարակտի մասին։ Կատարակտ բառը ինքնին մենք լսել ենք երևի մանկուց, բոլորս միասին, այո, մեր տատիկ պապիկները հիմնականում լսել ենք, որ ունեցել են եւ իրատական միջամտություններով խնդրին տվել են լուծում, բայց այսօր մենք ապահովագրության շրջանակներում փորձում ենք համատարած տալ խնդրի լուծումը։ Եկեք խոսենք նախ հերթերի մասին, դիմողները վստահաբար շատ կլինեն, հասկանանք ինչպես եք դուք կարողանում դասակարգել, ինչպես եք կարողանում ճիշտ ընթացք տալ, որպեսզի կարևոր օգնությունը հասանելի լինի բոլոր մեր տարեցների համար։ Այստեղ էլ էլի կշեշտեմ, որ առաջինը պետք է
առաջնային օղակից սկսել, թեկուզ կատարակտի դեպքում մոտենում են իրենց գանգատները նշում են թերապևտին, ընտանեկան բժշկին եւ ուղղորդվում է ակնաբուժի մոտ։ Կարող են ցանկացած ակնաբուժի իրենք դիմել ցանկացած կլինիկայում։ Հիմա ես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում եմ աշխատում։ Մենք ունենք մեր ակնաբուժական ծառայությունը բաժանմունքը եւ ունենք պոլիկլինիկայում որպես նեղ մասնագետներ ակնաբուժներ։ Մեր հիվանդները օրինակ դիմաց իրավունք ունեն դիմելու ցանկացած մասնագետի իրենց ցանկությամբ եւ կատարակտի դեպքում գանգատները սկսվում են, կարող են մարդիկ սկզբից նույնիսկ ուրախանալ ասել, գիտեք, ես կարդում էի ակնոցներով, տատիկ-պապիկները 40+ տարիքից հետո բոլորը ակնոցները, այսպես ովքեր մինչ կարճատեսություն չեն ունեցել դնում են, ասում են սկսել են կարդալ առանց ակնոցների, բայց դա արդեն նշան է, որ պետք է հասկանալ, որ այնտեղ կա ոսպնյակում կատարակտը ինչ է, բնական ոսպնյակի պղտորումը, կամ որոշակի փոփոխություններ, որոնք արդեն սկսվել են։ Հիվանդներ կան, որոնք մի քիչ ավելի ուշ են այդ ամեն ինչի սկսում գանգատներով ներկայանալ դիմել, արդեն մշուշոտ տեսողություն են ունենում, այնտեղ որոշ հիվանդներ գունային այդպես պայծառությունը խախտված է լինում եւ հիվանդները երբ որ դիմում են, առաջի բանը, որ մենք տեսնում ենք, գնահատում ենք, թե ինչ աստիճանով է այդ պղտորումը արտահայտված, հիվանդությունը ինչ աստիճանի է եւ առաջ եթե այդ հին մոտեցումը կար, որ պետք է մնան ոսպնյակի այդ պղտորումը կոշտությունը շատանա, հասունանա, այսպես ասած կատարակտը նոր վիրահատեն, հիմա իհարկե մոտեցումները այդպիսին չեն, այսինքն երբ որ վաղ հայտնաբերվում է եւ համապատասխան բժշկի ցուցումով արդեն դրվում է անհրաժեշտությունը վիրահատության, իսկ կատարակտի միակ բուժումը դա վիրահատական մեթոդն է։ Ահա, սա շատ կարևոր է, որևէ կաթիլային բուժում, որևէ այլ միջամտությամբ հնարավոր չէ։ Ցավոք սրտի ոչ, մենք կարող ենք ասել, որ հիվանդների նախորդ փորձեք ինչքան հնարավոր է գրել արևային ակնոցներ, փորձել մի քիչ այսպես կանխել այդ տարիքային փոփոխության առաջացումը, ծխախոտի ծուխը ցանկալի չի, հա, հիվանդներ, ովքեր որ ունեն օրինակ շաքարային դիաբետ, իրենց մոտ է արտահայտվում անպայման վաղ փուլում դիմել ակնաբուժի, ոչ միայն կատարակտի հայտնաբերման, այլ նաև ակնատակում ավելի լուրջ փոփոխությունների դեպքում, մարդիկ, ովքեր երկար ժամանակ ընդունում են ստերոիդ այդ հորմոնալ պրեպարատները, որոնք իրենց մոտ նույնպես կարող է առաջանալ, բոլոր այդ խնդիր ունեցողները եւ իհարկե տարիքը, հիմա ցավոք սրտի բոլոր հիվանդությունները գնալով երիտասարդանում են, կատարակտը այդ թվում եւ 50-ից բարձր տարիքում արդեն շատ էսպես ավելի տոկոսային ձևով մեծանում է հանդիպման հաճախականությունը, այդ ամենը հաշվի առնելով եւ պրոֆիլակտիկ եւ արդեն գանգատների արկայության դեպքում դիմում են եւ հայտնվում արդեն ակնաբուժի մոտ։ Երբ որ տեսնում են կա հիվանդությունը, որոշվում է կատարել բուժումը, հիվանդներին առաջարկվում է, որ պետք է այդ պղտոր ոսպնյակը հեռացնել, տեղադրել արհեստական նոր ոսպնյակ եւ այս ապահովագրության շրջանակներում ի ուրախություն մեզ այդ ամբողջ ծառայությունը նույնպես ծածկում է այս հնարավոր է կիրառել եւ ոսպնյակը տրամադրումը այդ ապահովագրության շրջանակներում հիվանդի համար դառնում է անվճար 65+ տատիկների եւ վիրահատությունը եւ նախավիրահատական բոլոր հետազոտությունները։ Այ ինձ հետաքրքիր է այդ վիրահատությունը։ Ես պատկերացնում եմ, օրինակ, չգիտեմ, քթի վիրահատությունը պատկերացնում եմ, բայց այդ վիրահատությունը ինչքանով է բարդ, ինչքանով է վտանգավոր, չգիտեմ, մի փոքր կմանրամասնեք, շատ հետաքրքիր է ինձ կարծիքով Շատ բարի վիրահատությունը։ Չնայած որ հակառակ կարծիքներ ենք լսել, որ հիմա հատկապես մեր բժիշկները որակավորումներ անցնելուց հետո վարկյանների ընթացքում կամ րոպեների լավ եկեք այսպես բնութագրենք, կարողանում են իրականություն դարձնել այս վիրահատությունը։ Րոպեների Իհարկե ընթացքում պրոֆեսիոնալ կարծիք ու պատասխանը ձեր կողմից։ Ճիշտ եք ասում, ճիշտ եք լսել, ես ինքս էլ կատարակտալ վիրաբուժությամբ զբաղվում եմ, ինքս էլ վիրահատում եմ։ Այո, վիրահատությունները կախված հիվանդի աչքի վիճակից ու այսպես ծանրության աստիճանից կարող է մի քանի րոպեներից տևել, հա, մինչև 10-15-20 րոպե նորմայում կատարակտալ վիրահատությունը ավարտվում է եւ կարող է ավելի կարճ ժամանակում իրականացվել։ Ես կարող եմ ասել, որ այդտեղ ոչ մի վախենալու եւ անհանգստանալու հարց չկա։ Կարելի է անհանգստանալ այն դեպքում, երբ դու
չես վիրահատում, երբ որ բժիշկը ասում է եւ վախենում են չեն վիրահատում, այդ դեպքում ցավոք սրտի ոսպնյակը ամբողջությամբ պղտորվում է եւ բերում է կուրության, տեսողության իջեցման, բացի այդ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, օրինակ ներակնային ճնշումը բարձրանալ, գլաուկոմա, որը այսպես հեշտ ու հանգիստ չենք խոսի ոնց որ կատարակտը ոսպնյակը փոխում ենք եւ վերջ այնտեղ կարող է ներվը վնասվել, որը արդեն որոշ անդառնալի փոփոխությունների բերել, հա։ Այստեղ ես կարող եմ բոլորին ասել, որ շատ ավելի ճիշտ է վաղ փուլերում, երբ նոր հայտնաբերվում է եւ բժիշկը որոշում է, որ կարելի է վիրահատել, դիմել։ Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացումով, դա ինչ որ այդ ընդհանուր անզգայացման նարկոզի մասին չի խոսքը։ Նարկոզ է պատկերացնում։ Կաթիլների տակ, այո, հիմա ժամանակակից մեթոդները թույլ են տալիս, մենք վիրահատում ենք օրինակ մեր կլինիկայում էլ եւ տարբեր կլինիկաներում էլ իհարկե հնարավոր է դա Հայաստանում ժամանակակից մեթոդով առանց մեծ կտրվածքների, առանց կարի, փոքրիկ այսպես անցքի միջոցով, ուլտրաձայնի միջոցով ապարատով հեռացվում է այդ պղտոր ոսպնյակի ամբողջ պարունակությունը եւ փոքրիկ ոնց որ պատկերացեք ներարկիչի միջոցով ներդրվում է այդ արհեստական ոսպնյակը, որը ամբողջ կյանքում ծառայում է հիվանդին։ Տալով պայծառ տեսողություն, այո, եւ կյանքի որակը լավացնում է իհարկե հիվանդների։ Մենք շնորհակալ ենք ձեզ շատ կարևոր տեղեկությունների համար, որոնք վերաբերում են մեզ, մեր առողջությանը, սա շատ կարևոր նախաձեռնություն է եւ հստակ ինֆորմացիային տիրապետելու համար, այո, պետք է հետևել նման ծրագրերին եւ թեորիապես նույնիսկ հասկանանք, թե որտեղից պետք է սկսենք։ Մենք էլ փորձեցինք օգնել մեր քաղաքացիներին, որպեսզի գրագետ կերպով մենք կարողանանք հետևել մեր առողջությանը։ Շնորհակալ ենք շատ այս կարևոր թեմայի շուրջ մեզ հետ զրուցելու համար։ Շատ շնորհակալություն ձեզ էլ, ապահովագրության հետ կապված, եթե հարցեր ու ինչ որ խնդիրներ ունեն քաղաքացիները, եւ կարող են դիմել բուժ կենտրոններին եւ մենք տեսնում ենք ակտիվ նախարարության էջերում այնտեղ իրենց հեռախոսահամարները կան, թեժգծերը, որ դիմում են եւ կարող են իրենց հարցերի պատասխանները ստանալ, իսկ մենք սիրով որպես բժիշկներ, կոնկրետ ես Սուրբիկո լուսավորիչում, մյուսները իրենց կենտրոններում կարող ենք ընդունել եւ համապատասխան ձևով օգնել հիվանդներին աջակցել։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Ձեզ օրվա դրական շարունակություն, կվայելենք երաժշտական ռիթմեր, սիրելիներ, կվերադառնանք եւ կշարունակենք, մնացեք մեզ հետ։